Ողջույն Վահան, Ողջույն Դավիթ, ողջույն հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ, համացանցի հետևորդներ։ բարև ձեզ։ Եվ այսօր մեր դեգերումները տանում են մեզ Արաբկիր վարչական շրջան։ Ինչ նպատակով Դավիթ։ Հաղորդում պետք է նկարանանք։ Իրոք։ Շատ անսպասելի էր հետո։ Ինչ հաղորդում։ Չի սպասում։ Օփշած եմ։ Եվ Նանե Արզումանյանն է մեզ այսօր սպասում, Վահան։ Լրագրող հաղորդավարուհի։ Այո։ Բայց վերջին շրջանում նրան չենք տեսնում, կարծես թե գնանք հասկանանք ուր է նա կորել։ Այո։ Եվ ինչու է նա կորել։ Եվ նոր ձեռք բերած տունը լուսաբանանք։ Նաև Գնացինք։ սիրով։ Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ Նանե։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ուրախ եմ շատ։ Ինչպես է կորը, ինչպես է սկսվել, բավականին ուշ ենք ձեզ իհարկե այցելել, ինչով է դա պայմանավորված, զբաղված էի կարծիք, թե ոչ։ Զբաղված էի, միակ օրն է, որ մի փոքր հանգստանում եմ Կիրակի օրվա հետ կապված, բայց փորձեցինք համատեղել ամեն բան։ Նանե, բավականին բարեկարգված է ձեր շքամուտքի այս հատված, ուզում եմ հասկանալ դա ձեր ձեռքբերումն է, համայնքի ձեռքբերումն է, թե հարևանների ձեռքբերումն է։ Ամեն բան ինքս եմ արել։ Այդքանը։ Ամեն բան ինքներդ եք արել։ Այո։ Իսկ գեղեցիկ այս ամենը, որը ներկայացվում է Էլի հենց իմ հիմա։ մտահղացումներ ու հրաշալի հարևաններ ունեմ եւ այս վերանորոգման հետ կապված բոլորի թույլտվությունը իհարկե վերցրել եմ իրագործելու ու իսկապես հրաշք են, կոնկրետ այս շքամուտքի հարևանները հրաշք են։ Ամեն բան միշտ ինձ թույլ են տալիս։ Հարևանների հետ հարաբերությունները ինչպիսին են, այսինքն առավոտյան հնարավոր է գնալ սուրճի, թե ուղակի բարև, բարի երեկո եւ այդքանով սահմանափակվում Կոնկրետ եք։ այս հարկի հարևանների հետ այնքան հրաշալի են հարաբերությունները, պատկերացրեք, որ նույնիսկ երբ որ եթերի եմ լինում շտապում եմ, հանկարծ մաման տանը չի լինում, խնդրում եմ ինչ-որ մի բան արագ արտուկել, ես ասում եմ իմ մամաներն են այստեղ։ Հասկացա։ Իսկ ում է պատկանում այս Նկարը կտավում իմ վրցնինն է։ ընկերներից է Դավիթ Դանիելյանինը, կարծում եմ գիտեք Դավիթին, հիմնականում абստրակտ ոճով է ստեղծագործում։ Շատ լավ։ Մի փոքր ծրված է նկարը, եթե դեմ չեք, ես ուղեմ պերֆեկցիոնիզմն է իմ մեջ արտնացել, չգիտեմ ինչու։ Գույսեք Վահան։ Համաստեղությամբ։ Համաստեղությամբ ոչ առյուծ եմ։ Այսպես ավելի հաճելի է։ Շնորհակալություն։ Կարող ենք գալ ներս։ Հա։ Համեցեք։ Նանե, դուք ասացիք, որ եթերի եք շտապում եւ երբեմն ձեզ օգնում են հարևանները, բայց ես ինչպես հասկացա, վերջին շրջանում ձեզ եթերում տեսնելը այդքան էլ հեշտ գործ չէ եւ որպես լրագրող նույնպես հանդես չեք գալիս, ուր եք։ Մոտավորապես 1 տարի մի փոքր ավելին արդեն դադար եմ վերցրել պայմանավորված լրատվական դաշտի։ Հիմա ճիշտ է, Հոմպլեքս մոլում էլի շարունակում եմ, մենք այնտեղ ունենք առանձին TV, որտեղ ինչ-ինչ հաղորդումներ ենք փորձում իրականացնել, բայց առավել բիզնես ոլորտին առնչվող։ Ինչու հեռացաք։ Ամեն դեպքում դա ձեզ ամենահոգեհարազատ միջավայրն էր, եթե չեմ սխալվում։ Բավականին երկար ժամանակ, պատկերացրեք 15 տարի այդ ոլորտում, հետո աստիճանաբար այդ վերջին տարիներին նամանավանդ 20 թվականից այս կողմ քննարկումներ, քննադատություններ, պարբերաբար անդրադարձեր, արդեն ինչ որ առումով շատ հոգնեցուցիչ էր, որոշեցի մի փոքր դադար վերցնել, բայց միևնույն է, երբ որ դու քո ապսեում ես, գիտեմ, որ վերադառնալու եմ, բայց երբ որ կլինի շատ ճիշտ առաջարկ, այդ ժամանակ։ Այսինքն դուք հիմա ձեր ապսեում չեք, ըստ ձեզ, չեք զբաղվում այն ամենով, ինչը ձեզ դուր է գալիս։ Զբաղվում եմ այն ամենով, ինչն ինձ դուր է գալիս, ինչն ինձ հոգեհարազատ է, բայց իմ ապսեում չեմ այն առումով, որ չեմ կարողանում շատ վերլուծություններ անել քաղաքական դաշտում։ Բայց ձեզ համար բնականաբար վերլուծություններ անում եք եւ ինքներդ ունեք ինչ-որ հստակ տեսակետներ, չէ՞։ Միշտ։ Շատ լավ է։
Մենք որոշել ենք բացահայտել եւ ձեզ եւ ձեր տունը, որտեղ դուք ապրում եք, ու հիշում եմ, որ նախորդ թիվ, երբ հաղորդումը այցելել էր ձեզ, սա այն բնակարանը չէ, որտեղ իրականանում էր նկարահանումները, ճիշտ է։ Այո, քաղցած չէին սպասումներ։ Որքան ժամանակ է, որ այս բնակարանը ձեռք եք բերել։ Այս բնակարանը ձեռք են բերել արդեն երկրորդ տարին է։ Ու լավ է քաղաքի այս հատվածում գտնվելը։ Հրաշալի է, շատ հանգիստ է, ամեն բան լավ է։ Քանի մետր քառակուսի է տունը։ 100։ 100։ Քանի հոգով եք ապրում։ Հիմա միայնակ եմ, շատ հաճախ է մայրիկս ինձ հետ լինում, բայց այս պահի դրությամբ Գորիսում է։ Այս պայմաններում Գորիսում է։ Մենք այսօր շատ ենք խոսելու իհարկե Գորիսի մասին, բայց ինձ հետաքրքրում է ինչ կա այս դռնից այն կողմ։ Լոգասենյակն է։ Առհասարակ մենք լոգասենյակներում չենք լինում, եթե իհարկե չկա շատ գեղեցիկ ձևավորում, ենթադրենք լողավազան կամ շոքեբաղնիկ։ Լողավազան։ Կա։ Գնացինք։ Լողավազան ուղղակի հետաքրքիր։ Լողավազան լայց կա։ Իհարկե ամբողջությամբ լողավազան չէ, բայց լողավազան լայց կարելի է այն անվանել։ Ամեն բան այստեղ կարծես թե պարզ է։ Դիզայնի հեղինակը ով է։ Դիզայնի հեղինակը համագործակցել եմ 2 դիզայներների հետ, բայց հիմնական շեշտը դրվել է իմ գաղափարների վրա, ինչ գույներ եմ ուզում, ինչ մոտիվներով եմ ամեն բան պատկերացնում, ինչ տեսնում եք միայն իմն է, բայց իհարկե դիզայներների որոշակի ներգործություն կա։ Ասացիք, որ մայրիկի հետ եք հիմնականում այստեղ լինում, իսկ ձեր հյուրերը ովքեր են լինում, մարդիկ ովքեր հաճախ են լինում ձեր տանը։ Հյուրերս շատ տարբեր բնակավարներից, քաղաքական գործիչներից, հա, падգամավորներից մինչև շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի երգիչներ, դերասաններ, դասընկերներ Գորիսից, որոնք պարբերաբար Երևան գալիս պիտի միշտ իմ տուն այցելեն հետո։ Այսօր էլ հյուր ունեմ, այսօրվա հյուրերիցս մեկը քաղաքապետարանից է։ Ահա, Գևորգ։ Մենք Բարև ձեզ Գևորգ։ Հազիվ կիրակի Ձեզ չէ, բայց ամեն դեպքում ձեր ներկայությամբ նույնպես այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում, ինչպիսի ռոմանտիզմ, շատ լավներ։ Շատ լավն է իմ Գևը։ Պատմեք որտեղ եք ծանոթացել, ինչպես է ձեր մտերմությունը սկսվել։ Երկար պատմություն ունի կարծես։ Շատ երկար պատմություն ունի։ Մեր եթերաժամանակն էլ բավականին երկար է։ Իմ ընկերներից շատերը ինձ ճանաչել են որպես հաղորդավարուհի, ու այդ մտերմությունը սոցիալական հարթակներից հետո վերայացվել ավելի ընտանեկան ջերմմթնոլորտի։ Գևորգը իմ ընտանիքի անդամներից է, ով կարող է առանց ինձ հարցնելու գալ, ժամերով նստել մամայիս, պապայիս հետ խոսել, որովհետև նրանց ամենահարազատ մարդկանցից մեկն էլ է դարձել։ Բա ծանոթությունը ինչպես է տեղի ունեցել։ Ծանոթությունը կապեց համացանցով, ինչ ասացի միջոցով, բայց 2020 արդեն 6-5 տարի։ Ինչ մտքով էիք գրումն անեին, մի րոպե։ Ինչ մտքով էիր գրում այն տղա, չէ։ Մաքուր։ Հետո ստացվեց մաքուր հարաբերությունները։ Եթե ինչ-որ մի բան կառուցվում մաքրության վրա, բնականաբար այդ պետք է պտուղներ ունենա ու անկեղծ եմ ասում, յուրաքանչյուր մարդ պետք է անեն նման ընկեր ունենա, ով յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր րոպեին քեզ կարա այնպեսի խորհուրդ տա, որ նույնիսկ մտքով չանցնի, ինքը ես ասում ինքն իմ հոգու մարդն է, ինքը միշտ բարձա միշտ առանց Twitch-ենք։ Հոզվում եմ այս բաներից, չէ։ Նանը ես հիշում եմ 4 տարի առաջ էր քաղցած չէին սպասումը հյուրընկալվել ձեզ եւ այդ ժամանակ դուք ասում էիք, որ չկա ձեզ համար անձնական կյանք այդ պահի դրությամբ ու նույնիսկ Սուրենը նշում էր, որ կա տղամարդ կա։ Հիմա ձեր կյանքում կա տղամարդ կա։ Ոչ, Վահան, չկա տղամարդ։ Ոչինչ չի Ամուսնացնենք փոխվել։ ձեզ։ 4 տարի առաջ եւ հիմա ոչինչ չի փոխվել։ Ամուսնացնել։ Այո։ Գիտեք, այդ այնպիսի երևույթ է, որ դրան դու ուղակի հասնում ես երևի, բայց ոչ թե չեմ հասել, այլ չեմ տեսել, դեռ չեմ հանդիպել այնպիսի մարդու, ում կմտածեմ, որ կարող է լինել իմ երեխաների հայրը։ Հարգելի տղամարդիկ, Նանեի սիրտը ազատ է։ Ինչպես ազատ են շատ ու շատ ճանապարհներ դեռևս, այնպես որ դուք հիմա կարող եք իրականացնել ձեր կյանքի լավագույն որոշումը եւ Նանային դարձնել ձեր կողակիցը, որովհետեւ նա իրականում այնպեսին չէ, ինչպեսին դուք մտածում եք։ Նա բաց է շփման համար, ահա Գևորգը վառ ապացույց, ճիշտ է։ Շնորհակալություն։ Մի հատ հարց ես ունեմ։ Համեցեք, այստեղ հարցերը մենք ենք տալիս, այո։ Փոխվում ենք։ Այնուամենայնիվ, այդ տեսակետը, որ ձևավորվել է իմ անվան շուրջ եւ այլն, որ ասում եք ամեն դեպքում նա բաց
է շփման համար։ Ինչու են այդպես մտածում մարդիկ։ Ես ասեմ, ես իմ սեփական վերլուծությունը ունեմ, իհարկե նայելով ձեր հարցազրույցները եւ հաղորդումները, նանե դուք հստակ գիտեք ինչ եք ուզում այս կյանքից եւ դուք հստակ գիտեք թե ուր եք գնում։ Դա խոսում է ձեր կայացվածության մասին եւ յուրաքանչյուր մարդ, ով պատրաստվում է ձեզ մոտենալ որևէ ավելի լուրջ նպատակներով, ապա պետք է ունենա կայացվածություն պրոմաքս աստիճանը, որպեսզի կարողանա ձեր կողքին գոյատևել։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ, հավատացեք։ Հիմա խնդրում եմ բացահայտեք մեզ համար տան այս հատվածը, արդյոք դիզայներական ինչ-որ փոփոխություններ տեղի են ունեցել, սա այլ հատված էր վերածվել է այլ հատվածի։ Ամբողջովին Վահան ջան, ինչ որ տեսնում եք բնակարանը, բոլորը լրիվ քանդվել է ու նորովի ձևավորվել, միայն այս կամարի հատվածն եմ թողել, այստեղ եղել է սենյակ, փոքր սենյակ, այս տարածքը դարձրել եմ առավել աշխատասենյակ ինձ համար։ Այն հատվածում ծնվում են գաղափարներ, ստեղծագործություններ, էսսեներ, հոդվածներ, այստեղ ես աշխատում եմ, իմ սիրելի հատվածն է սա։ Այս անկյունը տան իմ ամենաթանկ անկյունն է, որտեղ որ կտեսնեք իմ եղբոր նկարն է ու ամեն առավոտ մինչև ես այս նկարի հետ առանձին զրույց չեմ ունենում, տնից ընդհանրապես չեմ կարողանում դուրս գալ։ Սա իմ առանձին հատվածն է։ Հոգու անկյուն կարելի է։ Հոգու անկյուն, այո, այստեղ գիրքն է Արցախի հրամանատարը տնից խրամատ, որը ես եմ գրել։ Եղբորս մասին է։ Ամբողջ նրա պատմությունը, մարդկային կերպարը եւ այլն։ Այս հատվածը համարում եմ աշխատասենյակ։ Ինչ եք կարդում հիմնականում։ Այնքան տարբեր գրականություններ եմ կարդում, հայ գրականությունից, ժամանակակից գրողներից, գեղարվեստական, թե պատմական, գեղարվեստական, պատմական, այս վերջերս հիմնականում քաղաքական Եվ այստեղ հենց սեղանին դրված է հրապարակն ու աշտարակը Նիլ Ֆերգյուսոնի, որը վերջերս էի ընթերցում, եւ իմ սենյակում էլ հիմա ունեմ գիրք, որը ժամանակակից գրողների եւ իմ մտերիմ ընկերուհու Անահիտ Առաքելյանի գիրքն է, Անահիտից Անահիտ, այսինքն տարաբնույթ է ընթերցումները։ Դուք շատ կարևոր գիրք եք կարդում իրականում հրապարակն ու աշտարակը եւ ըստ ձեզ որն է ավելի կարևոր հարթակ հրապարակը թե աշտարակը ինքնաարտահայտվելու համար, այսինքն բոլորին նայել վերևից թե բոլորի հետ զրուցել նույն հարթակից։ Այնքան խոհափիլիսոփայական է հարցը, հիմա որ ասեմ վերևից շատ վատ կհնչի միտքը։ Չէ, վերևից չէ, այսինքն մարդ ով հնարավորություն ունի հնարավորությունների եւ առհասարակ մարդկային հարաբերությունների հիմքը կարծում եմ հավասարը հավասարին դիտելու սկզբունքի վրա պիտի լինի, անկախ նրանից աշտարակի որ հատվածում էլ լինես, դու պիտի կարողանաս մարդկանց տեսնել քեզ հավասար հարթակում, մարդկանց կարողանաս միմիայն տալ լավն ու բարին, որպեսզի այդ աշտարակի վերևից միանգամից չթռնես մի օր։ Գիտեք, իրականում ես նաև ռոմանտիզմի դրսևորումներ եմ տեսնում ձեր աշխատասենյակում, եթե կարելի է պայմանականորեն այդպես անվանել, ում կողմից եք ստացել այդ ծաղիկները, եթե գաղտնիք չէ իհարկե։ Ծաղիկները իհարկե գաղտնիք չէ, քիչ առաջ ասացի, որ կարդում եմ ժամանակակից գրողներից Անահիտ Առաքելյանի, Անահիտից Անահիտ գիրքը, Անահիտին առավոտյան խոսում էի, ասացի, անգիտես, այսօր չէին սպասում նա գալու, ասում եմ, ես ուզում եմ քո այդ հատվածը ավելի սիրուն դարձնել, իմ ընկերուհիներն են ծաղիկների հեղինակները։ Հասկացա, նաև մի շարք այլ ընկերներ կային, ովքեր մեզ շատ լավ էին որոշել դիմավորել, մեր ողջույնները հատկապես Դավիթին, այո, ով շատ լավ որոշել էր մեզ դիմավորել ձեր տանը իհարկե, շատ հետաքրքիր է այդ ամենը ստացվում։ Գիտեք Նանե, ինձ հետաքրքրում է նաև այն ամենը, ինչը տեղ է գտել ձեր աշխատասենյակում, որովհետև դե բնականաբար ձեր եղբոր հետ կապված որոշակի դետալներ կան։ Իմ տան յուրաքանչյուր հատվածում այդ իրերը, որոնք որ բնորոշում են եղբորս միշտ կան, այդ իրերից այստեղ տարբեր սուվենիրներ էլի նկարագրում են կյանքը ամբողջ ընթացքը։ Կբացեք, որպեսզի կարողանանք նկարահանել։ Շնորհակալություն։ Եղբայրս եղել է Ջաբրայելի հրամանատարը 23 տարի շարունակ, այստեղ տարբեր գրքեր կան, որտեղ որ եղբորս մասին էլ հիշատակումներ կան, տարբեր գրողների կողմից արդեն պատերազմից հետո անդրադարձեր։ Այստեղ այս հատվածում արդեն խմիչքներ են, երևի այսքանը, այլ զարմացնող պատմություններ չունեմ ու մոմեր, որոնց սիրահարն եմ ուղակի ու ընկերներիցս ով գալիս է միշտ մոմ է ինձ նվեր բերում։ Եթե մենք իմանայինք, մենք էլ մեզ հետ կարող ենք նաև մոմեր բերել, բայց հաջորդ անգամ այդ բացը կլրացնենք։ Դուք շատ եք շրջագայում, ես հետևել եմ ձեր սոցիալական էջերին եւ դուք սիրում եք տարբեր երկրներում լինել, որ երկիրն է ձեզ հատկապես ամենաշատը գայթակղել եւ էլի կանչում իր գիրկը։
Հռոմը, Իտալիան։ Իտալիան, ու ես երբ որ ասում եմ այս միտքը, շատ մարդկանց մոտ տարօրինակ բան է ձևավորվում, բայց ուղղակի խենթանում եմ Պիտերի համար։ Սանկտ Պետերբուրգի։ Այո, որովհետև կարծես թե ինչ որ շունչ կա, որը որ նման է, թե ճարտարապետության առումով, թե առհասարակ բացառիկությամբ, թե թանգարան է բաց երկնքի տակ, մի խոսքով սիրում եմ այն ամեն ինչը, ինչ որ ճարտարապետության, թանգարանների եւ բացառիկ արժեքների մարմնացում կարելի է համարել։ Նանե, ես հիշում եմ նախորդ հաղորդման ժամանակ ձեր եղբոր տղան շատ փոքր էր եւ դեռ չուներ պատկերացումներ, բայց անցել է արդեն մոտ 5 տարի, համարյա 5 տարի։ Ինչ ձեռքբերումներ ունի նա, ինչով է զբաղվում եւ առհասարակ այն մարդիկ, ովքեր այդ ժամանակ ձեզ ուղեկցում էին, հիմա ինչով են զբաղվում։ Իմ ընտանիքի անդամները բոլորը արդեն որոշակիորեն ունեն գաղափար, դե այն ժամանակ ավելի փոքր էին երեխաները եւ քրոջս աղջիկները, եղբորս տղաները։ Հիմա ամեն մեկը իր ընտրությունը կատարել է հստակ, գնում է այդ ընտրության հետևից, իր աշխատանքն է իրականացնում, այդքանը առայժմ։ Հասկացա։ Տանը կան նաև բուսականության որոշակի դետալներ, բայց չեմ կարողանում հասկանալ դեռ բնական է թե արհեստական։ Նախ օգնեք ինձ դա հասկանալ, հետո հասկանամ բնությանը շարունակում եք մոտ լինել, թե չէ որտեվ Գորիսից եկած մարդը չի կարող բնությանը մոտ չլինել։ Բնությանը հողին շատ մոտ եմ իրականում, բայց ավաղ չի ստացվում այնքան մոտ լինել, որ բարբերաբար կերպով կարողանամ զբաղվել այդ ամենով։ Երբ որ գնում եմ Գորիսում, մաման ու պապան մինչև հիմա կան այգիներ, որտեղ որ վարդեր են աճացնում, այդ ընթացքին փորձում եմ ինչ-որ կերպ հետևել, բայց սրանք արհեստական են, ձեռք եմ բերել կոմպլեքս հիպերմոլից ու փորձել եմ այսպես տանանկյունները ձևավորել։ Այն հատվածում է միայն բնականը։ Իդեպ, այս ծաղիկը կոչվում է կնոջ երջանկություն, Վահանի դեպ կա նաև տղամարդու երջանկություն, սա սպիտակ է աճում, բայց կա նաև տղամարդու երջանկություն, տղամարդունը կարմիր Սև է աճում։ Սև իր կյանքի նման չէ, կարմիր։ Հասկացա։ Ձեզ պակասում է երջանկությունը այս կյանքում։ Ես շատ երջանիկ մարդ եմ ինձ համարում։ Ամեն օր, ամեն վայրկյան, չնայած կյանքի տարբեր փորձություններին, դժվարություններին, անկեղծ եմ ասում, բացառիկ լավատես եմ երևի։ Ամեն օր ուղղակի ես երջանիկ եմ, որ ապրում եմ, որ կամ, որ տեսնում եմ այն ամեն ինչը ինչ շրջապատում է, որ հիմա դուք էստեղ եք, ամեն ինչը ինձ համար ուրախության եւ ուրախություն պարգևելու որոշակի ցուցիչներ են։ Նանե, ինձ համար որպես դերասան շատ դժվար է պատկերացնել ինչ որ մի պահի թողնել թատրոնը, թողնել հանրային գործունեությունը եւ անցնել մի վայրի, որտեղ քեզ որպես այդպես չեն ճանաչում, այսինքն հիմա դուք զբաղվում եք մի բանով, որտեղ մնում եք կադրից դուրս, ճակերտավոր, եթե ձևակերպենք դա։ Ինչպես դա ձեզ տրվեց եւ արդյոք չկային որոշակի դժվարություններ, մի փոքր նաեւ դիսկոմֆորտի զգացողություններ, որ սա այն չէ, ինչով ես պետք է զբաղվեմ։ Կոմպլեքս հիպերմոլում եմ հիմա, լրատվության եւ հանրային կապերի ղեկավարն եմ, ու պիտի ասեմ, որ ի սկզբանե այն ամեն ինչը ինչ որ մտածել ենք, հրաշալի կերպով կարողացել ենք իրագործել եւ թիմի հետ եւ առանձին են մարդիկ, որոնք իրենց գործունեությունն ունեն առանձին։ Այնտեղ որևէ կետ չկա, որտեղ հնարավոր է ես ինչ որ առումով մտածեմ իմ մասնագիտության մեջ չեմ։ Մի քիչ առավել բնականաբար էլի կամերաների հետ է մեր աշխատանքային գործունեությունը ծավալվում, էլի հաղորդումներ ենք անում եւ այլն, մի փոքր ավելի մանրամասն է մեր աշխատանքային գործունեությունը ու բացի այն ամեն ինչից ինչով որ դու զբաղվում ես տվյալ պահին, ինձ համար օրինակ շատ կարևոր է մարդիկ ում հետ ես գործ ունեմ, իսկ այնտեղ մեր սեփականատիրոջից, հիմնադիրից, հա, չգիտեմ, հրաշալի մարդիկ են իրականում ու ամեն բան այնքան լավ մթնոլորտում է իրականացվում ու այնքան բարի է մթնոլորտը առհասարակ, որ չեմ էլ մտածում տվյալ պահին գուցե եթե ես քաղաքական լրագրությամբ չեմ զբաղվում կամ չգիտեմ լուրեր չեմ վարում, ուրեմն իմը չի, միևնույն է ես էլի էկրանին եմ, միևնույն է ամեն օր փորձում ենք ամեն բան այնպես անել, որ էլի մոտ է էկրանին։ Գևորգը հիմա շատ սահուն եւ թաքուն կերպով փորձում է չերևալ կադրում, բայց Գևորգ, ոչ, դուք հենց այս պահին կադրում եք ու ուզում եմ հասկանալ, ինչ եք իրականացնում, խնդրում եմ դուք պատմեք եւ արդյոք սա հաճախակի բնույթ է կրում, թե ոչ։ Եկեք ես ասեմ, էլի, ես տանը ընթացքում ռիլերի շարք էի պատրաստում, մի քիչ ավելի էսթետիկ ռիլերի, երևի այդ ֆորմատին բնականաբար ծանոթ եք, որ գալիս են տուն, փորձում են ամեն բան էսթետիկ մատուցել, ծաղկեփնջերով, ծաղկամաններով, մոմերով եւ այլն։ Այդ ամեն ինչը ռիլերը ինձ
օգնում էին իրականացնել մայրս, որը կադրից դուրս էր, ու Գևորգը, որը միշտ այդ ամենը նկարում էր, ու մաման տենց Գևորգի մեջ փոխում էր մխիթարող բան գտնել, որ Գևորգ ջան, այս բան կարելի է խոսել։ Այս ամեն ինչի հեղինակը ռեժիսորը Գևորգն է։ Մեր ծափահարությունները Գևորգին, շնորհակալություն, որ էսթետիզմը շարունակում եք իրականացնել։ Նանե, ամեն դեպքում ինչպես խոստացել էի, մեր Գորիսի հետ կապված զրույցները անխուսափելի են լինելու եւ տարբերություններն եմ ուզում դուք ինքներդ նշեք Երևանի եւ Գորիսի, թե մտածելակերպի, թե ապրելակերպի։ Բնականաբար, դրա համար ենք եկել։ Այնքան եմ կարոտում Գորիսս։ Գորիսս 2006 թվականից եմ այստեղ, բայց օր չկա, որ ես հանկարծ կտրված լինեմ Գորիսից։ Մենք դա տեսանք։ Իմ ուսուցիչները, իմ բոլորը, իմ դասընկերները, ուսուցիչները, իմ հարևանները, իմ հորեղբայրները, որոնք որ արդեն տարբեր համայնքներում են բաշխված ասելով, այսինքն տարբեր համայնքներ են ղեկավարում, համայնքապետերն են, տարբեր գյուղերում են հորեղբայրներս։ Գորիսի էլիտան դուք եք, կարելի է այդպես ասել։ Չէ, բնավ։ Համայնքապետերն են, էլիտան մի քիչ այլ երևույթ է, ես չեմ ներկայացնում էլիտան, ես ներկայացնում եմ այն ամենահասարակի մեջ հատուկը, որը որ այսօր պակասում է Երևանին, մենտալիտետի տարբերությունը։ Խնդրում եմ նշեք մենտալիտետի 3 հիմնական դետալ, որը պակասում է մեզ։ Իրականում ես պետք է մեզ դիտող մարդկանց համար եւ ձեզ համար էլ բացեմ մի փոքրիկ գաղտնիք։ Ես եւ Դավիթը սերում ենք Գորիսից։ Իմ ազգանունը Միրաքյան սերում է Գորիսից եւ Դավիթի ազգանունը Վարդանյան նույնպես սերում է Գորիսից։ Այնպես որ մենք թաքնված տաղանդեկի վերջո այսինքն Դավիթին այդպես մի նայեք, նա որքան գետնի վրա է, այդքան անդերգրաունդում է։ Օ, Դավիթ։ Հիմա կարող է դժվարանամ այսպես կետ առ կետ հստակ ներկայացնել ու եթե փորձեմ էլ ներկայացնել այդ տարբերությունը այնքան ակնառույալ լինելու, որ մեկնաբանությունների դաշտում հայտնվելու է այն ամեն ինչը, ինչ որ չի ուզի, բայց մեր Գորիսեցու թասիբը այնքան ուրիշ է, որ որևէ տեղ, որևէ անգամ 2006 թվականից այստեղ եմ դեռ չեմ հանդիպել։ Ու հենց մեր մարզից, հենց մեր գորիսեցիներից մեկին տեսնում եմ, ասում եմ մի հատ արի գրկեմ կարոտս առնեմ էլի, հողի ջերմության, այն տաքուկ վիճակի, այն հայրենասիրության, այն ամեն ինչի պակասը, որը որ այսօր գուցե այլ տեղերում մենք նկատում ենք, ես Գորիսում երբեք չեմ նկատել։ Մենք էլ ենք Գորիսից։ Շնորհակալություն, կարճատև գովազդային դադար մեր եթերում, որից հետո վերադառնում ենք ու շարունակում ենք մեր բացահայտումները։ Ես կնկարահանեմ, խնդրում եմ, տվեք։ Բայց այս պահը պետք է անմահացնել, խնդրում եմ, տվեք եւ գրկախառնվեք։ Շնորհակալություն։ Նանե համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հարուստ եւ հազվագյուտ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Ես վստահ եմ, որ դուք հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Ես խոսքեր չունեմ, ամեն բան ֆանտաստիկ է ուղղակի, սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 2020 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալություն։ Գտնվում ենք Խոհանոցի հատվածում եւ քանի որ դուք հիմնականում միայնակ եք ապրում այստեղ, կարծում եմ, որ արարիչը դուք եք այս ամենում։ Միշտ երբ ասում եմ, որ հաղորդավարությունից հետո իմ ամենասիրելի տեղը Խոհանոցն է, շատ մարդկանց համար զարմանալի է, հնչում չգիտեմ ինչով է պայմանավորված։
անկեղծ եմ ասում, շատ եմ սիրում, այս աշխարհը շատ իմն է, նամանավանդ աղցանների տեսակետից։ Շատ եմ սիրում պատրաստել, կարծես թե ասում են, որ համով է ստացվում։ Այդպես շատ եմ սիրում խոհանոց։ Գորիսի հետ կապված, տիպիկ գորիսյան խոհանոցի հետ կապված ինչ-որ բաներ կան, որոնք դուք սիրում եք Շատ պատրաստել։ սիրում եմ ավելուկ, շատ սիրում եմ լոբով ճաշ, որը էլի մեր Գորիսում շատ այլ կերպ է պատրաստվում։ Շատ սիրում եմ, այստեղ անվանում են, մենք ասում ենք սոտի տոլմա, Սուտլիկ տոլմա։ ապրեք, Գորիսում մի փոքր այլ է պատրաստվում։ Ես կարծում եմ, որ եթե առաջիկայում դուք գաք քաղցած չէին սպասում, ես ամեն բան կանեմ, որ մաման տանը լինի ու պատրաստի, որ Իսկ միգուցե մենք գանք Գորիս, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ հաճելի կլինի։ Խնդրում եմ Նանե, մեզ համար, հատկապես ինձ եւ Դավիթի համար շատ հետաքրքիր է Գորիսի բարբառը, Գորիսի ակցենտը։ Ինչ եք ուզում խոսամ։ Հենց դա էլ ուզում էինք, որ խոսեիք։ Ինչպես կլինի մեզ այցելել են չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Օ, այսօր Դա բանը թարգմանությունը, չէ։ Այսօր ինչ ասացիք։ Այսօր մեզ այցելել են չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Այսօր իմ հյուրերս են Դավիթը եւ Վահանը, տենց ինչ որ հատուկ տարբերող Լավ, խնդրում եմ մի նախադասություն ասեք։ Հասկացա, որ դա չի լինելու այնպես անել, որպեսզի անհասկանալի լինի։ Մի նախադասություն ասեք, որը մեզ համար անհասկանալի կլինի եւ կփորձենք մենք վերցանել։ Ինչ որ բառեր, որոնք մենք երբևէ չենք օգտագործել եւ դժվար է օգտագործել։ Օրինակ շտեղս իրալ այսօր ստեղից գալուց առաջ։ Այստեղ գալուց առաջ ես այսօր եղել եմ տանը։ Նորմալ է։ Ճիշտ ասացի։ Այո։ Դե շտեղը པարզ է, եղելն է, բայց ավելի Տնեցիկ լավ են։ Բոլորը լավ են, այո, Փոխարախասար լավ են։ Երեխան էլ է շատ լավ, այո։ Ուրիշ, մի քիչ ավելի բարդ բաներ խնդրում եմ վերցանենք։ Դե տենց շոտ չի տարբերվում։ Մեկ-մեկ ես օրինակ նայում եմ, թե ինչպես են մարդիկ խիստ տարբերակիչ այնպիսի բաներ ասում, որ մի քիչ գրեհի կա հնչում, բայց իսկապես այդպես նույն Ղարաբաղյան բարբարի ես իդեպ տանը խոսում եմ բացառապես բարբարով, այսինքն օրինակի համար եթե հիմա զանգ գա մամայից կամ պապայից, բացառապես բարբարով եմ խոսում, հետո միանգամից language-ը փոխվում։ Language-ը փոխվում, բայց չկան այդպիսի բառեր, որոնք չենք կարողանա Դե վերցնել։ ինչ որ բառեր կան, որոնք որ հիմա փորձեմ հիշել, օրինակ Երեք բառ խնդրում եմ։ Խզատակ։ Վզատակ, Այս ծոծրակի հատվածն է, մենք ասում ենք վզատակի խզատակ։ հակառակ հատված։ Ճխթո։ Բազուկի թթուն, ինչի Այո, մասին է, այո։ բազուկի ճավի թթուն նույնիսկ։ Քշացա, Գնալ, իջա, իջել, Տվել։ վերև, տվել, վերև, Ներքև։ ներքև, Դիեր։ վերև։ դիկ, Ինչպես։ դիկ։ Թեք։ Չէ։ Չէ։ Ճանապարհն է, էլի դիկ։ Ահա։ Դիկը բրցրացան։ Կարմես դիկը բրցրանաս քշանաս։ Դե ընդհանրապես ստացվում է ինձ մոտ ճանապարհ գնալ-գալ։ Հա, ասել։ Դուք հուշել էիք արդեն, դուք հուշել էիք արդեն։ Այո։ Այս ընթացքում, ամբողջ ընթացքում Գևորգը ամբասիր կերպով նկարահանում է ձեզ կողքից որպես կողքի կադրեր, սա մշտական բնույթ է կրում, մշտապես ինչ որ տեղ է Մի գնում։ ընթացք կար, որը բավականին երկար էի աշխատում, այդպիսի ձևաչափ ունեի, տանը էսթետիկ ռիլեր էի նկարահանում, արդեն ասացի, երբ հյուրասենյակում էինք ու Գևորգը նկարահանում էր այդ ամեն ինչը, մոնտաժում էր, տեղադրում էինք իմեջում, այնպես որ շուտով սպասեք ձեզ տեսնել նաև իմեջում, որովհետև օրվա ընթացքից եմ տնում։ Այնպես որ նաև դուք սպասեք, հենց վեր, այո, փորձում եմ այդպես ասել, դուք էլ սպասեք ձեզ տեսնել մեր էջում, որովհետև հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Դուք 4 տարի առաջ հյուրընկալել էիք հաղորդումը ձեր տանը, շարունակում եք հետևել նրանց, թե շատ արագ unfollow եղաք եւ շարունակեցիք ապրել ձեր անհոգ կյանքը։ Ում unfollow եղա։ Չէին սպասում էջին։ Չէ, ես իրենք իմ ընկերներն են, շարունակում են մնալ իմ ընկերները։ Չէին սպասում են, հետևում եմ, բայց գիտեք, որ ասեմ առանձին YouTube-յան ալիքով դնում եմ սկզբից մինչև վերջ հաղորդումը նայում եմ, անկեղծորեն շատ սուտ կլինի։ Ինչու։ Իդեպ դուք մի շատ կարևոր խնդիր եք բարձրաձայնում, հաղորդումը մոտավորապես 50 րոպե է տևում եւ չեն սիրում մարդիկ հիմա երկար հաղորդումներ նայել՝ ի տարբերություն սրանից 5-6 տարի առաջվա, երբ մարդիկ սիրում էին
երկար հաղորդումներ դնել, բացահայտել իրենց համար իրենց սիրելի անծանոթ ինչու՞ չէ նաև մարդկանց, բայց հիմա դարը փոխվել է։ Երեք ես սևեռվել էի այն մտքի վրա ու տարբեր հոդվածներ էի ընթերցում, որ իրականում մարդկանց օրը առհասարակ չի հերիքում, այսինքն օրինակ ես կերազեի, եթե օրը լիներ 48 ժամ, գոնե ինչ-որ գործեր կհասցնեինք, չէ, իրականացնել։ Ու այդ ընթացքում, երբ որ դու վազում ես տեղից տեղ, աշխատանքից աշխատանք, նամանավանդ երբ որ տարբեր աշխատանքներ ես իրականացնում ու տարբեր ոլորտների մեջ, ժամանակ ուղղակի չի հերիքում։ Ու ոչ միայն մեզանից յուրաքանչյուրն է, այսօր նույնիսկ տնային տնտեսուհիները, հա, որևէ բան չեն կարողանում հասցնել, մինչև իրենց երեխաներով զբաղվում են, օրը արդեն ավարտվում է։ Այդ իսկ պատճառով առավել մատչելի է այն ինֆորմացիան, որը որ կարճ տևողություն ունի։ Նախկինում գիտեք, անգամ լուրը, երբ որ դու փորձում էիր մի քիչ ավելի երկար ձևակերպել, գուցե դա հետաքրքիր լիներ մարդկանց, բայց հիմա ինչքան դու կարողանաս առավել արագ խոսել, ավելի հասանելի լինել, միայն դա է առավել ընկալելի դառնում։ Դուք նաև որպես պրոֆեսիոնալ հաղորդավար եւ զրուցավար, վստահաբար ինչ-որ պահի, եթե ունենաք ձեր սեփական հաղորդումը, որքան տևողություն կունենա այն, որպեսզի չձանձրացնեք ձեզ։ Նայեք, ձևաչափը որպես այդպիսին անկեղծության ժամի, առաջին անգամ ես եմ իրականացրել Հայաստանում ու իրականացրել եմ 2011 թվականին, հետո 12-13 թվականներին արդեն դարձավ շատ հայտնի հաղորդում ու այն ժամանակ, երբ որ նույնիսկ 20-25 րոպե էր, մարդկանց շատ հետաքրքիր էր։ Երևի պայմանավորված էր նրանով, որ այդ տեղեկատվական տեխնոլոգիաները գուցե այնքան շատ չէին, ինչքան այսօր, որովհետև այսօր ինֆորմացիան այնքան մատչելի է դարձել, դու ինչ ուզում ես շատ հասանելի է, այսինքն մի բանի մասին ինֆորմացիան ուզում ես իմանալ, շատ արագ կարողանում ես համացանցից տեղեկանալ եւ այս առումով ոնց բացատրեմ, ամեն բան պիտի կարողանաս այնքան կարճ մատուցել, որ ձանձրալի չլինի։ Այսինքն մեզ ավելի շատ մակերեսն է հետաքրքիր։ Չէ, դու կարող ես մի րոպեում էլ այդ խորությունը տալ, երբ որ դու կարողանում ես լինել դրա մասնագետը ու շատ աշխատել դրա վրա, բայց գիտեք, շատ քիչ բաներ կան, որոնք մարդկանց այլևս հետաքրքիր են։ Այսինքն դու ինչի մասին պիտի խոսես 20-25 րոպե, որ դա մարդկանց հետաքրքիր լինի։ Կամ դու ինչպիսի կերպար պիտի լինես, որ դա մարդկանց հետաքրքիր լինի։ Մենք հիմա կսկսենք մեր դեբատները։ Ձեր ամենասիրելի արտիստը հայ իրականության մեջ ով է։ Խորեն Լևոնյան։ Խորեն Լևոնյանի հետ հնարավոր է իրականացնել զրույց ընդամենը 10 րոպեում, որտեղ ընդգրկված կլինի։ Ինձ համար չէ, Վահան ջան, ինձ համար չէ, քեզ համար չէ, Դավիթի համար գուցե չէ, բայց գուցեն շատ լավներ։ Հետո բայց քանի տոկոսն է դա կազմում։ Բայց դա արդյոք ճիշտ է։ Հիմա մենք խոսում ենք մի կարևոր թեմայի մասին, որը 5 րոպեում անցնել ուղղակի ճիշտ չի լինի։ Գիտեմ, որ ամեն բան այնքան է աղավաղվել, որ այն կերպարները, որոնք որ մեզ համար ֆենոմենալ էին, այն կերպարները, որոնք որ ինձ համար արժեք էին, իմ Հայաստանի կոլորիտներն են, այդ մարդկանց բերում ենք ու հավասարեցնում ենք այն հարթակի վրա, որտեղ որ ինչ-որ մարդիկ նկարում են 1-2 բան ու դառնում են հայտնի։ Այդ այլևս սիրուն չի, այդ այլևս ինձ համար օրինակելի չի, որտեղ օրինակ եթե ես ունենամ հաղորդում, որի մասին իրականում վերջերս մտածում եմ, պիտի այնքան տարբերվի այն երևույթներից, որոնք որ կան այսօր շուկայում, այսպես ասեմ, հա, լրատվական դաշտում, շուկա ասելով, որ ուզում եմ լինի այնպիսի առանձին հաղորդում, որ լինեն միայն բացառիկ մարդիկ իմ հյուրերը։ Նանե իրականում եթե ես կարողանանք այդ մարդկանց արժևորել, կարողանանք այդ մարդկանց կատարած գործի մասին շատ խոսել։ Նանե իրականում ես կարող եմ հնչեցնել մոտ 5-6 անուն, լրագրողների անունների մասին է խոսքը, որոնք իրականացնում են զրույցներ հենց այն մարդկանց հետ, ում անունը նույնիսկ դուք նշեցիք եւ հաղորդումը տևում է 1 ժամ 50 րոպեից ավելի եւ ունեն նախանձելի դիտումներ։ Նախանձելի դիտումներ ունեն այդ մարդիկ, մոտ 5 հոգու անուն կկարողանամ հնչեցնել։ Բայց կա այդտեղ նաև հակառակ կարծիքը, որ մարդիկ, ովքեր չեն հետևում երկար հաղորդումների։ Հիմա ի վերջո փորձելով այդ երկու կարծիքները համադրել իրար հետ, ո՞րն է ավելի ճիշտ, խոսել մարդու հետ ամբողջական, ծավալուն եւ բոլոր տողատակերը բացելով, թե խոսել մարդու հետ միայն գեղեցիկ անկյուններից։ Չէ, առաջինը բնականաբար ծավալուն բոլոր տողատակերը, դե ծավալունն էլ արդեն գուցե շատ երկար լինի, բայց ելի եմ ասում, երկարի դեպքում էլ երբ որ դու տեսնում ես արժեք ներկայացնող մարդու, ես էլ կնայեմ այդ 1.5 ժամը, երբ որ այդ ազատ ժամանակը ունենամ, իսկ այն որ տարբեր հատվածների բաժանվում է կամ 15-20 րոպեի մեջ դու կարողանում ես ինչ որ մեկին ներկայացնել, գուցե դա լինի այն մարդը հաղորդավարը, որ կարողանա 20 րոպեում այդ տարբեր անկյուններից այնքան սիրուն մոտեցում ցույց տալ,
Ես համաձայն եմ ձեզ հետ, մենք ունենք այսօր ոլորտում այնպիսի մարդիկ, ես էլ կարող եմ նշել, որոնք կարողանում են ֆանտաստիկ զրույցներ վարել ու օրինակելի են ինձ համար, էլի մեր ֆակուլտետն են ավարտել ժուրնալիստիկայի, բայց միևնույն է պակաս կա, որը դեռ չի հայտնվել այն մարդը կարողանա լրացնել։ Ամեն դեպքում երևի թե կանցնեն որոշակի տարիներ եւ կպարզվի, որ նրանք են իրականում ճիշտը եւ ես կուզեմ, որ իրականում այդպես էլ հենց լինի, բայց մենք շարունակենք բացահայտել նաեւ ձեր բնակարանը, որտեղ դուք ապրում եք, խնդրում եմ ուղեկցեք մեզ եւ ուրեք տանում, որպեսզի բացահայտեք մեզ համար չերևացող անկյունները։ Մոտենանք այս հատվածին, այստեղ ննջասենյակն է։ Ում։ Իմ։ Արտառոց որևէ բան չկա այստեղ։ Դուք մինիմալիզմի սիրահար եք, ես ինչպես հասկանում եմ գույներից։ Սիրահար եմ գույների առումով, այս հատվածում նամանավանդ իմ տարածքում պիտի շատ ոչ մի բան չլինի, շատությունից հնարավոր է ես նաև նեղվեմ, դրա համար այս տարածքում անկողինն է Եվ գրքեր։ Գրքեր, Շատ պակասող բան իրականում մեր վերջին շրջանում իրականության մեջ, շատ է պակասում այդ ամենը եւ ինձ հետաքրքրում է դուք ինչ եք ամենաշատը սիրում կարդալ, որովհետեւ արթնանալուց կամ քնելուց շատ կարեւոր է մարդը ինչ պարտադիր քնելուց առաջ կարդում եմ Նարեկ եւ Աստվածաշնչի ինչ որ մի հատված առակած գրքից, մասնավորապես աղոթում եւ քնում արթնանալուց նույն կերպ, օրս պիտի սկսվի եւ ավարտվի Աստվածաշնչով։ Եվ այս հատվածում հիմա ընթերցում եմ էլի գրքեր, Ջոն Քեոյի Մտքի ուժն է եւ արդեն Անահիտից Անահիտ գիրքը, որը իսկապես շատ սիրուն է, ամեն բան շարադրված, առհասարակ ներկայացված է աղջկա կերպարը, որը մարզից գալիս է քաղաք ու այդպես Անահիտից Անահիտ է կերտվում, շատ սիրուն է ամեն բան ներկայացվել ու այս հատվածում այսքանը երևի ննջասենյակում արտառոց ոչինչ չկա։ Բնականաբար դիզայնի հեղինակը կրկին դուք եք։ Ես եմ եւ դիզայներներ։ Զգեստապահարան չունեք։ Շատ հետաքրքիր է դա։ Հա, այստեղ։ Որտեղ են ձեր խիստ աղջկական հատվածները։ Ուղեկցեմ։ Գնում ենք այնտեղ առանձին հատված է։ Այո։ Ուղեկցեմ։ Չեր հերիքելու զգեստապահարանները դրա համար դա առանձնացվեց մեկ այլ տեղում։ Հերիքել չհերիքելու հետ կապված չէ, ուղղակի ուզել եմ հատված լինի, որտեղ որ ես կարողանամ նկարահանումներից առաջ ամեն բան լինի իմ տեսադաշտում, որովհետև աղջիկները, չնայած տղաներն էլ շատ տղաներ էլ կան, արական սեռի ներկայացուցիչներ կան, որ աղջիկներից էլ են շատ թիթիզ, չէ՞, շատ բավականին երկար ժամանակ է պահանջվում, որ ընտրեն, բայց քանի որ բաց է լինում տարածքը, կարողանում է շուտ կողմնորոշվել, թե ինչ հանդերձանք կրես այդ օրը եւ դուրս գաս տնից։ Բրենդամոլ եք։ Չէ։ Լավ էլի։ Մենք հենց այս պահին տեսնում ենք, որ այո։ Չէ, քանի որ քույրս բնակվում է Միացյալ Նահանգներում, եւ քրոջս մեծ աղջիկը, այս առումով հագուստի կողմնորոշման հարցերում շատ են ինձ հետ եւ իմ կողքին։ Բրենդների հարցում, հա, չեմ կարող ասել, որ ես այտենց բրենդամոլ եմ, սիրում եմ ամեն ինչի լավը, գեղեցիկը։ Ամեն դեպքում սիրում եք, ինչպես հասկացա, լավագույնը։ Եթե հնարավորություն կա օգտվելու լավագույնից, ապա օգտվում եք լավագույնից, բայց կոշիկների անվերջանալի շարք ենք տեսնում հենց այս պահին։ Ինչով է դա պայմանավորված, որովհետև սիրում եք շատ կոշիկներ ունենալ, դա յուրաքանչյուր կոշիկ պետք է համադրել մեկ այլ զգեստի հետ, միգուցե կա դիզայներ, ով ձեզ հետ աշխատում է եւ յուրաքանչյուր զգեստի հետ համադրում է։ Դիզայներ կա, ում հետ ես համագործակցում եմ արդեն մոտավորապես 4-րդ տարին է, բայց ռուս դիզայներ է։ Իհարկե, այստեղ էլ մեր հայ դիզայներներից շատ շատերի հետ եմ համագործակցել վերջին ժամանակներում հենց Մանուկ Ալեքսանյանի հետ, ով իմ կոստյումի հեղինակն էր, որ պիտի գնայի Միացյալ Նահանգներում գրքի շնորհանդեսն անեի։ Մանուկի կոստյումներից սա երևի փորձեմ ցույց տալ, այսպես խաչով ինչ որ մեր հայ դիզայներներին էլ եմ շատ սիրում, կան դիզայներներ, որոնք դեռ նոր են ոլորտում ու երբ որ ինչ որ համագործակցության առաջարկներ են անում, պարտադիր համագործակցում եմ, փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի իրենց արտադրանքն դառնա ճանաչելի ասպարեզում, բայց հիմնականում որ մեծամասամբ համագործակցում եմ ռուս դիզայներ Աննա Պեկունն է, ով ապրում է Մոսկվայում եւ Պիծերում, այդպես Պիծերից այստեղ կարողանում ենք ամեն բան իրականացնել։
Բացի հայ դիզայներներից կան ինչ-որ հետաքրքիր զգեստներ, որոնք կկարողանաք այս պահին ցուցադրել, որոնք մտքի փայլատակման արդյունքում են ծնվել։ Հա, այդպիսիները շատ են։ 3-ը խնդրում եմ կցուցադրեք, եթե մոտ է կապված։ Եթե հայ դիզայներներ չեն, ես փորձեմ այստեղ կան ինչ-որ զգեստներ, էլի որոնք որ Աննա Պեկունին են պատկանում, կա նաև Դեպ մենք տեսանք, որ դեռ այն չօգտագործված է։ Հա, չօգտագործված է, այստեղ օրինակ կա աղջիկ Նոնա անունով է, Nona Collection, էլի հայ դիզայներներից է, շատ գեղեցիկ զգեստների հեղինակ է։ Այստեղ նույն կերպ էլի մեր դիզայներներից է, չեմ հիշում ում հեղինակած զգեստն է։ Այստեղ կան նաև զգեստներ, որ օրինակ պիջակներ մասնավորապես, որոնք օգնեմ ձեզ։ Թե Գևորգ օգնի։ Մի անգամից այն ցուցադրել, այստեղ մի փոքր բարդ է։ Նանե, երբ մենք որոշել էինք արդեն բարձրանալ ձեր հարկ, պետք է նշեմ, որ առաջին հարկից զգացվում էր ձեր օծանելիքի բույրը, հետո եկանք հասկանք, թե սկզբն աղբյուրը որտեղից էր սկսվում եւ ինչպես հասկանում եմ դուք նաեւ լավ օծանելիքի սիրահար եք։ Դե ինձ թվում է ցանկացած աղջիկ, չէ՞, Վահան։ Այս օրինակ ինչու հատուկ կերպով ընդգծեցի սա, որովհետև Ջան Ֆրանկոն Իտալիայում ապրող դիզայներ է, որը հագուստներ է բերում նաև այստեղ է, այսինքն հագուստների ծագումը ցույց տալիս, թե ինչպես են ստեղծվում օրինակ պիջակները, կոստյումները եւ այլն։ Եվ ինձ եւ մի քանի մարդկանց նրանք ընտրել էին։ Եվ նվերներ էին արել մեր անուններով հատուկ կոստյումներ ինձ համար, օրինակ Խորեն Լևոնյանի համար եւ մի քանի արտիստների համար հատուկ, որոնք որ կարվում են Լորոպյանայի կտորներից կամ կտորները դու ես ընտրում տեղում, նրանք արդեն իրականացնում են եւ Իտալիայում էլ կարում են, հետո բերում են Հայաստան։ Դուք մի թեմայի մասին խոսեցիք, որը իրականում ինձ շատ ցավեցրեց եւ ուզում եմ շարունակենք այդ թեման։ Դուք ասացիք, ես հոգնել էի այդ ամեն ինչից, քննարկումներից ու քննադատություններից, բայց ամեն դեպքում լրագրողի մասնագիտությունը որոշակի դիմադրողականություն չի պահանջում այդ ամենին դիմակայելու համար։ Վահան, եթե իմ մասով լինի խոսքը, ես պատրաստ եմ դիմակայելու, գնալու ցանկացած փորձության մեջ էլ ընկնելու այդ փորձություններին դիմանալու, որովհետև չկա աշխարհում որևէ երևույթ, որ կարողանա այնպես անել, ես մի փոքր նահանջ ունենամ, բայց քանի որ ոլորտի առումով ուզում էի նաև մի փոքր փոփոխություն լիներ, որովհետև հոգնել էին ամեն ինչից ինչ որ կար, համ այդ առումով էի ուզում փոփոխությունը, համ էլ գիտեք, երբ որ պարբերաբար դու մտնում ես համացանց եւ տեսնում ես այնտեղ տեղադրված քո նկարը ու քեզ քաղաքականացնում են, կապում են ինչ-որ տարբեր անձերի հետ, տարբեր երևույթների հետ, որոնց հետ բացարձակապես որևէ առնչություն չունես, ու դու բոլորովին վերջերս ես հաղթահարել մի բան, որը որ բավականին դժվար է ու այդ երևույթը հաղթահարելուց հետո դու պիտի կարողանաս կանգնել քո ծնողների կողքին, քո ընտանիքի անդամների կողքին, իսկ իմ ծնողները արդեն հոգնել էին այդ ամեն ինչից, հայրս 72 տարեկան է, մայրս 70 ծոռնիկ ունեն արդեն, ու դուք պատկերացնում եք իրենց ունեցած ցավին զուգահեռ, հա, եղբորս կորստից հետո մաման անընդհատ մտնում էր համացանց, այդ ամեն ինչը կարդում էր ու ամեն անգամ շտապ օգնությունից ես այնքան էի շտապ օգնության կանչեր գրանցել, ես հասկացա, ես պիտի այդ ասպարեզից մի փոքր նահանջ անեմ զուտ մայրիկիս համար, մի փոքր կհանգստանա այս իրավիճակը, կհասկանան, որ մարդը եթե աշխատում է որևէ լրատվականում, ինքը իր գործունեությունն է ծավալում, որովհետև ամենևին կապ չունի ով է այդ լրատվականի սեփականատերը։ Ես աշխատել եմ լրատվականում, որի սեփականատերը իշխանամետ է, աշխատել եմ լրատվականներում, որտեղ որ սեփականատերերը եղել են ընդդիմադիր դաշտից ու որոնք որ իմ լավագույն ընկերներն են եւ այդպես լինելու է միշտ առանց հաշվի առնելու որևէ քաղաքական հայացք։ Որպես հրապարակից կամ աշտարակից հետևող մարդ հիմա այդ ոլորտին կա Հայաստանում անաչառ լրագրություն։ Շնորհակալություն շատ հետաքրքիր պատասխանի համար։ Մենք երևի թե գնանք հյուրասենյակ, վերջապես հասկանանք ինչ էր կային, որ հյուրասենյակում չկարողացանք բացահայտել, խոսքս գրքերի մասին է, որովհետև որոշակի բաներ բաց մնացին մեզ համար։ Այնտեղ ունեմ գրքերի հատված ու գրքերի մոտավորապես մի 1200 օրինակ ունեմ, դեռևս համալսարանական տարիներից, որոնք որ քույրիկս խնամքով առանձին մի հատված կա, իրենց տնից դուրս պահել է ինձ համար ու այդ հատվածում
Իմ դեռևս ուսանողական տարիների գրքերն են, ցավոք տանը չունեմ տեղ, ես երազում եմ ունենալ տուն, որտեղ որ կլինի առանձին իմ գրադարանը, այդ իմ կյանքի մեծագույն երազանքն է, հուսամ մի օր կիրականանա։ Դուք դադարել եք անհանգստանալ եւ սկսել ապրել։ Չէ։ Ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետեւ դուք սա դրել եք շատ տեսանելի տեղում եւ Տեսանելի կարծում եմ վայրում էր, նաեւ այո։ որպես ընթերնելի տեղեր ու ընթերցում եք սա։ Ընթերցել եմ, այո, ընթերցել եմ, ավարտել եմ, քեզ էլ էի խորհուրդ տվել դա կարդաս Գևորգ։ Կարդացել եք Գևորգ։ Պետք է փոխանցեի, որպեսզի կարդա։ կարդամ, Ահա։ որ սպասում եմ, որ փոխանցես ու սկսեմ ընթերցել։ Հա, անպայման, կարող Ինչն է ձեզ ամենաշատը անհանգստացնում այս պահին։ Ոչ գրքի մեջ տեղ գտած երևույթները, որոնց անդրադարձել է, առհասարակ մարդկանց չարությունը։ Ուզում եմ հասկանալ դիմացինի հաջողությունով չուրախանալու խնդիրը որտեղից է ծագել առհասարակ մարդկության մեջ։ Եվ երբ գտնեք դրա պատասխանը, կսկսեք արդեն հանգիստ ապրել, թե կփորձեք դա փոխել, հետո նոր հանգիստ ապրել։ Մեզանից որևէ մեկը իզորու չի դա փոխել ու առհասարակ երբ որ մարդ օրինակ չար է լինում, ինչ որ մի երևույթի անդրադառնում է, նշանակում է դա կրում է, չէ, իր մեջ։ Օրինակ ես կյանքում որևէ մեկի հետ չեմ նստի ինչ որ մեկին քննարկեմ կամ ինչ որ մարդու մասին վատաբանեմ։ Այդ նշանակում է այդ ամեն ինչի կրողը դու ինքդ ես։ Անկամ մեկնաբանությունների դաշտում, չէ, հեսա կտեսնենք հաղորդման ավարտից հետո ինչեր հնարավոր է հայտնվեն, այդ նշանակում է այդ մարդը դա իր մեջ է կրում, եթե դիմացինի մեջ դա տեսնում է։ Նանը ձեզ հետ կարելի էր խոսել եւս այնքան որքան որ խոսեցինք, բայց ցավոք սրտի մեր եթերաժամանակը ավարտվեց եւ մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն ձեր դռան մոտ։ Էս էի ուզում խոսայի։ Խոսեք։ Այո, բացառություն կանենք։ Հետաքրքիր բան կար, որը ես նկատեցի, դպրոցական տարիներից է դեռ պահպանվել, մամաս խնամքով պահել, պատկերացնում եք։ Այստեղ ուրեմն մամաս շատ խնամքով պահել է այն բոլոր պատվոգրերը, որոնք որ ես տարիների ընթացքում ստացել եմ։ Օրինակ սա Գորիսում դեռևս սովորում էի 8-րդ դասարանում ու արժանանում եմ առաջին մրցանակին։ Հիմա որ ընկավ սա վկայականն է, այո, կարմիր ատեստատ, որը որ ես դպրոցը գերազանցությամբ եմ ավարտել։ Պատկերացրեք, այստեղ ուրեմն տարբեր դասարանների գովասանագրերն են։ Այո։ Այս արդեն 7-րդ դասարանն է, սա 5-րդն է, ու այդպես մաման ամբողջը խնամքով պահպանել է բոլոր սերտիֆիկատները։ Առաջադիմությամբ փայլել եք այսինքն Գորիսում։ 5 միջնակարգ դպրոցում ու քանի որ շատ առիթներ են եղել շնորհակալություն հայտնելու, մի հատ էլ էս հաղորդման շրջանակներում շնորհակալություն հայտնեմ եւ ավարտենք, որովհետեւ ես իմ կյանքի բոլոր շնորհներն ու պարգևները, որոնց որ արժանանում եմ, ես համարում եմ դա Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի արածը, որովհետև այնտեղ բացառիկ ուսուցիչներ են դասավանդում ու իմ կյանքի բոլոր հաջողությունները պայմանավորված է նրանցով։ Որովհետև յուրաքանչյուր ծառ սնվում է իր արմատից։ Շնորհակալություն Նանե, կհանդիպենք արդեն դռան մոտ։ Նանե, շատ շնորհակալություն անչափ հետաքրքիր զրույցի, ինչպես նաև շնորհակալություն ձեզ Գևորգ անմահացրած կադրերի համար։ Ես ձեզ մաղթում եմ։ Ինչով է այսօր տանը կար տղամարդ, papan մինչև կհասցներ Գորիսից գար ձեզ ընդուներ ճանապարհեր, բայց խոստացեք, որ պիտի գաք, քաղցած չէին սպասում ի շրջանակներում, համ փորձելու մամայի սարքած ճղթոթում, համ էլ պապայի քաշած թոթի արեղը։ Բնականաբար, ասեմ ավելին, մենք հիմա անջատում ենք տեսախցիկները ու ուղևորվում ենք դեպի Գորիս, դա մի փոքր իհարկե հումոր էր, բայց ես մաղթում եմ ձեզ, որպեսզի դուք մշտապես զբաղվեք այն ամենով, ինչը ձեզ իրոք հաճույք է պատճառում եւ նաեւ լավ ֆինանսական հետևանքներ այդ ամենից։ Հիմա ֆինանսական հետևանքներից շատ գոհ եմ։ Այն գործունեությունը, որը որ ծավալում եմ, հրաշալի է։ Մնաց հոգեբանական հաճույք ստանալը։ Շնորհակալություն ձեզ, օրվա լավ շարունակություն եմ մաղթում, լավ մնացեք։ Ցտեսություն։ Չեք փակում դուռը մեզ վրա։ Չեմ կարողանում։ Չեք կարող։ Դե մենք գանք ներս ուրեմն, եթե չեք կարողանում։ Այս անգամ թարս կողմից կփակենք դուռը, հակառակ կողմից։ Ահա։ Դուռը փակված է։ Կարևորը դա է, որպեսզի արձանագրվի, որ դուռը փակ է։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.
Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Շնորհակալություն Անե Արզումանյանին հետաքրքիր զրույցի, բացահայտումների եւ մեզ ջերմ ընդունելու համար։ Շատ բովանդակային զրույց ունեցանք անկեղծ ասած եւ էլի մեկ ակնթարթի պես անցավ մի ամբողջ 45 րոպե։ Այո։ Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ Վահան Մերմիրաքյան։ Եվ ինչպես միշտ Դավիթ Վարդանյան։ Մնացեք խաղաղությամբ։ Ու չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ու սեղմել զանգակի կոճակը։ Մնացեք լավ եւ խաղաղությամբ հաջողություն։